Քոչարյան, երեք արդեն հայտնի դարձավ, որ ձեր եղբայրը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, ինչ սպասել այս իրավական գործընթացից հետո, արդյոք հայր Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված եւս սպասում եք, այսինքն սպասելի էր ամեն դեպքում, բայց Քոչարյանի դեպքում, Ռոբերտ Քոչարյանի դեպքում եւս նման որոշում եք ակնկալում։ Տեսեք, ասիկ իրավական գործընթաց, բայց այստեղ իրավական գործընթաց չկա, կա մի օգուտություն, բացահայտ, լկտի, ապօրինի, որին ուղղակի հանցակից են դառնում նաև այսպես իրավապահ եւ դատական համակարգի շատ մասնակիցներ, որտեղ իրավական բացարձակ ոչինչ չկա, գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կացուցում, այսպես թքել կպցնել, ինչ-որ բան փորձել ստանալ, բանի հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ, որովհետև գործի հիմքում ոչինչ չկա։ Մնացած այո, կալանքը եղավ եւ դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել, որ դուք պատկերացրեք, օրինակ, այս գործով մի հատ ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի, շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները, այո, փաստորեն մենակ մարդուն, Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, իսկ կնոջը կալանք են տվել եւ 2 աղջիկներին երկամսյա կալանք են տվել, նույնիսկ այն դեպքում, որ աղջիկներից մեկը ամուսին չունի, ունի 3 երեխա, որից 2-ը անչափահաս, ու այս կնոջը տարել են կալանքի։ Գիտեք, ապշում է ուղղակի ոնց կարա, ասենք նույն քննիչը նման միջնորդությամբ անգամ մտնի դատարան, ու դատարանն էլ լինելով, չգիտեմ, հայ, տղամարդ, չգիտես ոնց ասես, որոշի, որ այդ չէ, անպայման պետք է այդ մարդը լինի բանդում։ Ասենք ինչ չէր կարա տնային կալանքի մեջ լիներ, եթե անգամ այսպես իրավական այդ շղարշը տալիս են։ Չգիտեմ, ես օրինակ չգիտեմ այդ երեխեքին ով պետք է պահի։ Պատկերացնում եք, չէ, քուրն էլ է աստորեն կալանքի մեջ, մայրն էլ է կալանքի մեջ, հա։ Հիմա ձեզ կասեն այդքան փող ունեք, կօգնեք այդ մարդկանց։ Ինչ ասենք են երեխեքը մայր չունեն, մենք գնանք այդ երեխքին մայր, ինչ մայր ջան ինչ ասելու բան այլ է։ Բավական այսքան կոնկրետ, էլի քանի անց կա կալանավորված է այս պահի դրությամբ ովքեր վարույթ դուք չգիտեմ, առնվազն 4 այդտեղ, եղբայրս է մի քանի տնօրեն կա ոնց որ 5-6 առնվազն էլ, այս բանը այսպես ինֆորմացիան ամբողջական չունեմ էլ։ Այո, փաստորեն որս հետ կապված 24 ժամի այսպես ռեժիմով էին մտել, 3 քանի որ առողջական խնդիրներ կար, շատ էին ուզում որ դատարան բերեին, բայց բժիշկները ասացին որ չի կարելի, այսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը արդեն ու նոր որոշումով գնացել են էլի 24 ժամի այսպես այս ռեժիմի մեջ մնալու համար, տեսնենք, կարծում եմ բոլոր հնարավորությունները նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու, լսել եք ցուցումները այստեղ, հիստերիկ մեկը կար, խոսում էր Հիմա ազատության մեջ եք, ոնց կբերեք տղամարդը գիտե։ Ինչը։ Դեր ազատության մեջ լինել ինչով կմեկնաբանեք։ Գիտեք, իմ դեպքում Միքայել Ավել պետք է լինի, դատախազը պետք է գա այստեղ ու ընդհանրապես այս քրեական գործերը, հատկապես ապօրինի, ինչով են, այսպես անարդար պայմաններում ենք լինում, որովհետև կա նախաքննական գաղտնիք եւ սրա տակ այսինքն իրանք ինչ ուզում տարածում են եւ դու սահմանափակ ես լինում այն абսուրդները ցույց տալու։ Իսկ եթե իմ դեպքը լինի փորձեն բերեն, գլխավոր դատախազը պետք է գա այստեղ, այսինքն շատ ավելի չեմ կարծում, որովհետև իրանք կուզենան խուսափել այս փուլում դրանից, նորից եմ ասում, իրանք պետք է այդ ռեպորտաժները տալ մասկաներով, չգիտեմ, վազելով տուն են մտնում, ինչ որ այսպես մեծ թվեր են ասում, բան են ասում, որոնց տակը իրականում դատարկությունն է, բայց շատերը չեն հասկանում, դա ժողովուրդը նայում է ու շատ էս չի խորանում մեզ ամեն ինչի մեջ, իսկ եթե դատախազը գար այստեղ, մենք արդեն պետք է հարցեր տանք, ինքը ստիպված էր լինելու պատասխանել, դրա համար չեմ կարծում։ Ստացվում է, որ պարոն Քոչարյանը մեղադրում է մի բանում, որին իր լիազորություններից ելնելով իրականացրել է։ Հիմնական մեղադրանքը, եթե չեմ սխալվում, դա է։ Գիտեք ոնց է, այն ժամանակ սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը։ Չկա որևէ որոշում, որը նախագահը չվավերացներ։ Եթե չեմ սխալվում, 10,000-ից ավել նման որոշում կա։ Պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել, վերջում գնալ ասել, այն դեպքում էլ ոնց էին գրել, անձամբ վավերացրել։
ուրիշ ձև չկա, չանձամ վավերացները կլիներ խնդիր, եթե անձամ չաներ։ Ու կարելի է ամեն որոշման հետ ինչ որ խնդիր գտնել կամ պայմանական ինչ որ մեկին հետո մեր հետ կապ հասկանալ ու բերել քրեական։ Չէ, աբսուրդ է, թե վաղեմության ժամկետների տեսանկյունից, թե մնացածի բոլոր ուղղություններով, ժողովուրդ, ոչ մի իրավական գործընթաց այստեղ ամեն պատասխանատվության մասին չկա։ 7 ժամ այսպես իրավական գործընթացներ արեցին, այդ թվում նաև ձեզ բնաց այսպես աշխատավայրում ինչ վերջ հայտնաբերեցին գտան այնտեղ։ Ոչինչ չգտան, ինչ պիտի գտնեին, ասենք իմ այս պիջակների գրպաններն էին հերթով մտնում ստուգում, միտեղ 15000 դրամ կար, վերցրեցին, արգրավեցին, այս կարգի էժան բաներ, հա 15000 դրամ ասենք հատուկ ծրարի մեջ այսպես կնիքով բան, չէ ինչ գտնում էին, ասենք արտերկրից մնացած կարող են Դուբայից մի չգիտեմ 50 կամ 100 դրհամ որ մնում է, տենց ուղղակի տանն է մնում